Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր մենք կսովորենք բաժանում գործողությունը։ Հիշում եք, ես ասում էի, որ գումարումից և հանումից բացի գոյություն ունեն ևս երկու գործողություններ, որոնք մենք այս տարի կսովորենք։ Դա բազմապատկումն է և նրա հակառակ գործողությունը բաժանում է։ Բաժանել նշանակում է հավասար մասեր անել։ Օրինակ կարելի է երեխաներին տալ կոնֆետներ և առաջարկել, որ նրանք երեքական բաժանենք։ Ենթադրենք 12 կոնֆետ եք տալիս և ասում 3-ական առանձնացրու, ստանում է 4 խումբ, կամ վերցնում ենք 15 մատիտ և ասում ենք 5-ական բաժանիր, ստացվում է 3 խումբ, կամ առաջարկում ենք 10 կոնֆետը երկու երեխաների միջև հավասարաչափ բաժանել։ Երեխաները յուրաքանչյուրին 1-ական տալով ավարտում են 10 կոնֆետը և տեսնում են, որ երկու երեխաներից յուրաքանչյուրը ստացավ 5 կոնֆետ։ Այժմ ուլունքների օրինակով ավելի պարզ կբացատրեմ։ Նայում ենք կապույտ ուլունքներին և հաշվում ենք, քանի շարք է 1, 2, 3, 4, 5, նշանակում է 5 շարքից պիտի հաշվենք, թե յուրաքանչյուր տողին քանի հատիկ է դրված ուլունքներից 1, 2, 3, 4, ընդամենը հաշվում ենք 20 ուլունք, որոնք բաժանված են 4-ական, ստացվել է 5 շարք, կարդում ենք 20-ը բաժանած 4-ի հավասար է 5-ի, բաժանման գործողությունը երկու կետիկն է, որը վերջակետի նման է և դրվում է վանդակի կենտրոնում։ Եթե այս գործողությունը տեսնում ենք, նշանակում է բաժանել հավասար 4 մասերի, 20-ը բաժանած 4-ի հավասար է 5։ Հաջորդն ենք հաշվում կարմիր ուլունքները, 18 ուլունք է։ Հիմա 3-ական տեղադրում ենք, տեսնենք, քանի տող կստացվի, 3, 3, 3, հաշվում ենք, ստացվում է 6 տող, այսինքն 18-ը պիտի բաժանենք 3-ական և կստանանք 6 խումբ։ 12 կանաչ ուլունքները բաժանում ենք 3-ական, ստանում ենք 4 տող։ Անցնենք հաջորդին, 79 առաջադրանքը ցույց է տալիս, որ մենք պիտի ինքնուրույն շրջանակի մեջ վերցնենք և հաշվենք 3-ական առանձնացնենք 9 կանաչ ուլունքը, այսինքն 9 բաժանենք 3-ի, կստանանք 3 խումբ, 1, 2, 3։ Հիմա 8 կապույտ ուլունքները 2-ական բաժանենք, տեսնենք քանի խումբ կստացվի, 8-ը բաժանած 2-ի հավասար է 4-ի, 4 խումբ ստացվեց։ 12 ուլունքը 4-ական ենք բաժանելու, 4, 4, 4, 12-ը բաժանած 4-ի ստացանք 3 խումբ։ Ներքևում գրում ենք արտահայտությունները, կարդում ենք այսպես, 9 բաժանած 3-ի հավասար է 3-ի, 8-ը բաժանած 2-ի հավասար է 4-ի, 12-ը բաժանած 4-ի հավասար է 3-ի։ Նայում ենք նույնպես, 12-ը որ թվին պիտի բաժանել, որ 4 խումբ ստացվի, հաշվում ենք, նկատում, որ 3-ն է դատարկ, վանդակում ավելացնում ենք 3 թիվը։ Նշանակում է, որ թիվն է 4 անգամ կրկնվել, 3-ը, 1, 2, 3, 4, 3-ը կրկնված է 4 անգամ, եթե գումարի տեսքով գրենք, 4 հատ 3 կգումարենք և կստացվի 4 անգամ 3-ը հավասար է 12-ի։ Ներքևում արտահայտությունները և հավասարությունները գրում ենք։ Հաջորդ օրինակով 12-ը բաժանում ենք որ թվի, որպեսզի ստանանք 3, արդյունքում պիտի ստանանք 3 խումբ, տեսեք, 1, 2, 3, այսինքն 12-ը բաժանել են 4-ի և ստացել են 3։ 3 հատ որ թիվն են գումարել, որ ստացել են 12, 4-ը, 1, 2, 3, 4, 4, 4, 3 անգամ 4, հավասար է 12-ի, հավասարությունները նույնպես գրում ենք։ Անցնենք հաջորդ էջին։ Նույնը կատարում ենք 15 ուլունքների հետ, 15-ը բաժանած 5-ի հավասար է 3-ի, 3 անգամ 5 հավասար է 15-ի, 6-ը բաժանած 3-ի հավասար է 2-ի, 2 անգամ 3 հավասար է 6-ի, հավասարությունները գրում ենք։ 82 առաջադրանքը օգտվելով գծագրից պետք է կատարենք գործողությունները։ Այստեղ շատ կարևոր է, որ երեխաները կարողանան հնգյակներով, քառյակներով, զույգերով, եռյակներով հաշվել։ Երբ սկսում են հաշվել, սկսում ենք 5-ից և հաշվում ենք 5, 10, 15, 20, 25, կարելի է շարունակել անվերջ, երեխաների համար 5-ական ավելացնելը բավականին հեշտ է։ Եվ կազմում ենք արտահայտություններն ու հաշվում արժեքը։
1 հատ 5-ը հավասար է 5-ի, 2 հատ 5-ը 1, 2 հավասար է 10-ի, 3 հատ 5-ը 1, 2, 3 հավասար է 15-ի, նույն ձևով մինչև 5 անգամ 5։ Բաժանումը հակառակ գործողությունն է, 5-ը բաժանած 5-ի հավասար է 1, այսինքն 5-ի մեջ 5-ը տեղավորվում է 1 անգամ, 10-ը բաժանած 2-ի, որպեսզի 10-ը ստանանք, քանի 5 են գումարելու երեխաներ, 2 հատ, 10-ը բաժանած 5-ի հավասար է 2-ի, 15-ը բաժանած 5-ի հավասար է 3-ի և այսպես մինչև 25-ը բաժանած 5-ի, նույն ձևով կատարում են 4-ի հետ կատարվող աշխատանքը։ 84-ը պետք է կատարենք գործողությունները։ Տեսեք մատիտով ես հարմար գումարելիներն եմ միացրել, 27-ը և 3-ը հարմար են նրանով, որ արդյունքում ստանում ենք կլոր տասնյակ, 27-ին գումարած 3 հավասար է 30, 30-ին էլ գումարած 48 հավասար է 78-ի, 54-ին գումարած 6 հավասար է 60, 60-ին էլ գումարած 27 հավասար է 87։ Հաջորդ օրինակի մեջ պետք է պարզապես գործողությունները կատարել, 63-ին գումարած 25 հավասար է 88, 88-ից հանած 38 հավասար է 50-ի, 85-ից հանած 35 հավասար է 50-ի, 50-ին գումարած 48 հավասար է 98, 43-ին գումարած 32 հավասար է 75, իսկ 75-ից հանած 25 հավասար է 50-ի։ Առաջադրանք 83-ը արդյադրյալը պետք է ներկայացնենք միատեսակ գումարների գումարի տեսքով և հաշվենք արժեքը, 3 անգամ 20-ը ներկայացնում ենք 3 հատ 20-ի գումարի տեսքով։ Այս առաջին շարքը արդեն մենք սովորել ենք հեշտությամբ կատարում ենք, նույն ձևով կատարում ենք երկրորդ շարքը, այ երրորդ շարքում մենք պետք է հիշենք արդյադրիչների տեղափոխական օրենքը, 30 հատ 2 գումարելու փոխարեն արդյադրիչները տեղափոխում ենք և 2 հատ 30 ենք գումարում, 20 հատ 4 գումարելու փոխարեն արդյադրիչների տեղերը փոխում ենք, ստանում ենք 4 անգամ 20 և 4 հատ 20 ենք գումարում, նույն ձևով կատարում են հաջորդ վարժությունները։ Վարժություն 85-ը կատարելու համար մենք պետք է կատարենք գործողությունները և լրացնենք աղյուսակը, նվազելի, հանելի, տարբերություն։ Առաջինը տարբերությունը գտնելու համար նվազելուց հանում ենք հանելին, հավասար է 14-ի, երկրորդը անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին, հավասար է 39-ի, անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, հավասար է 24-ի, տեղադրում ենք 24-ը։ Մյուս օրինակում արդեն գումարելիների գումար է։ Երկու գումարելիները գումարում ենք, ստանում ենք 53, տեղադրում գումարի դիմաց։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից 62-ից հանում ենք հայտնի գումարելին, հավասար է 48-ի։ Մյուսի մեջ երկրորդ գումարելին է անհայտ, 40-ից կհանենք 12, կստանանք 28 և կտեղադրենք երկրորդ գումարելու դիմաց։ Առաջադրանք երկրորդը կատարենք բաժանումը և բացատրենք կապը բազմապատկման հետ։ 12-ը բաժանած 4-ի հավասար է 3-ի, կապը բազմապատկման հետ, այսինքն 3 անգամ 4-ը 12 է։ 12-ը բաժանած 2-ի հավասար է 7-ի, այսինքն 2 յոթերի գումարից ստացվում է 14, կամ մտածում ենք 14-ի մեջ քանի անգամ կարելի է կրկնել 7-ը, 7 անգամ 2 հավասար է 14, կամ 2 անգամ 7։ 15-ը բաժանած 3-ի հավասար է 5-ի, 5 անգամ 3 հավասար է 15-ի, նույն ձևով կատարում ենք հաջորդ համարները։ Երրորդ առաջադրանքը հակառակ գործողությունն է, արդյադրյալն է տրված, արդյադրյալի միջոցով ցույց ենք տալիս կապը քանորդի հետ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։